ես քո երգը վաղուց եմ լսել Արամ, ինչ անենք այսօր երեկոյան։ Ինչ ես ուզում անենք։ Արամ 30 տարեկան, մասնագիտությամբ հաշվապահ է, աշխատում է մասնավոր ընկերությունում, ամուսնացած է, ունի 1 դուստր։ Չգիտեմ, ուզում եմ ինչ-որ տեղ գնանք։ Մարիամ 28 տարեկան, Արամի կինն է, ունի 1 դուստր, մասնագիտությամբ թարգմանչուհի է, բայց չի աշխատում։ Արի գնանք Կարեն ես տուն։ Տուն չեմ ուզում գնանք։ Երեխուն դպրոցից կտանենք տատիկի տուն, գնանք ինչ-որ համերգ կամ ներկայացում գնանք, վաղուց չենք գնացել, ամբողջ օրը տանն ենք։ Ախը դենց։ Հետո կգնանք սրճարան։ Հարց չկա։ Տեսնենք ինչ ներկայացում կա որտեղ։ Ես հիմա կզանգեմ կիմանամ։ Լավ, պայմանավորվեցինք։ Հետո երեխուն կբերես մի քիչ կհանգստանանք, հետո դուրս կգանք, հա։ Հա։ Այդ ինչ SMS էր։ Անիմաստ SMS-ներից։ Հաց կերել ես։ Չէ, բայց ուզում ես սուրճ դիրելի։ Զզվացրին էլի։ Ինչքան SMS ուղարկեցինք ես։ Ոչ մի սուրճ, անթեթ սուրճ ես խմում։ Դե ինչ անեմ։ Հաց կեր նորմալ։ Սուրճ խմեմ, հետո կմտածենք դրա մասին։ Վերջս տամոքս։ Ամեն երեխուն բերելու ժամանակն է։ Քիչ խոսես տաս։ Արեք սուրճ դիր խմեմ։ Ինչ ես ուզում ինձնից։ Որևորեմ, մենք պիտի հանդիպենք խոսելու բանք։ Ալլա 29 տարեկան, ամուսնացած չէ, աշխատում է տուրիստական գրասենյակում։ Ես քեզ 1000 անգամ ասել եմ, մենք խոսելու բան չունենք։ Մենք խոսելու բան ունենք, պիտի հանդիպենք։ Հեռախոսով չեմ կարող ասել։ Եթե հիշում ես, ես ընտանիք ունեմ։ Ես ամեն ինչ շատ լավ եմ հիշում։ Ուղղակի պիտի խոսենք։ Ես ինքս կգամ ձեր տուն։ Լավ, սպասի, չգաս։ Ասա, որտեղ երբ, շուտ։ Եթե դեռ չես մոռացել մեր հին տեղում, 30 րոպեից։ Լավ, կգամ։ Սպասի։ Բերեցի՞ր։ Այս նոր սուրճա փորձի, տեսնեմ համը դուր կգա։ Հա, հետաքրքիր է։ Շատ համավետ եմ, ոնց որ միշտ։ Կինումն ես աշխարհը չունի։ Մարիամ, ես հիմա դուրս եմ գալիս իմ գործերով, մի քիչ գործեր կա։ Հետո կգամ, միասին իրիպակորում դուրս կգանք։ Ես դու գնա երեխուն բեր, հա։ Դե գնացի։ Բարև։ Ինչ է եղել։ Ինչ ես կանչել ինձ ստեղ։ Ես քեզ հեռախոսով էլ ասեցի, որ մենք պիտի հանդիպենք ու խոսենք։ Ես քեզ հետ խոսելու բան ունեմ։ Դա հեռախոսով խոսելու չէր։ Դե ինչ կարևոր բան ունենք մենք խոսելու իրար հետ։ Անկամ այնքանից հետո, որ մենք այսքան ժամանակը չենք հանդիպում։ 5 տարի մենք իրար չենք տեսել ընդհանրապես։ Ինչ ես ուզում ինձանից։ Ինչ լավ էլ հիշում ես, ինչքան ժամանակ չենք տեսնել։ Գոնե հիշում ես, թե ոնց անհետ կորար։ Աղջիկ ջան, երկարացնում ես։ Ինչ ես ուզում ինձնից դու, ասա։
Հասկացանք, մի 2-3 անգամ հանդիպել ենք, լավ ժամանակ ենք անցկացրել։ Ասա ուզածդ ինչ է։ Փող։ Ես քեզնից փող եմ ուզում։ Յա։ Հա? Բա հետո էլ ինչ ես ուզում դու ինձնից։ Արամ, դու 4 տարեկան որդի ունես։ Ինչ։ Գժվել ես, ա խելքի ձոնգա, ուրիշ շանտաժի տարբերակ չկար։ Եթե ես ուզեի շանտաժ անել, 5 տարի առաջ կանեի։ Ուրիշ խնդիրներ կա, ամեն ինչ ավելի բարդական դու մտածում ես։ Ինչ ուրիշ խնդիրներ, հա? Ինչ ուրիշ խնդիրներ։ Արամ, եթե չես մոռացել, մենք մի քանի անգամ քնել ենք իրար։ Ասեմ ավելին, որ մի անգամից էլ է հղի անունորդ։ Ինչը հավանական չի։ Չէ, հավանական չի։ Քեզ երբեք չի ասի այդ մասին, որովհետև տեսնում էի, թե ոնց եք սիրում դու կինդ իրար։ Հանգամանքներ ստիպեցի։ Ինչ հանգամանք, ինչի մասին ես դու խոսում, հա? Ինչ հանգամանք կարա լինի, որ դու ինձ սենց ստել ես ասում։ Արամ, ես ստիպված էի ասել քեզ այդ մասին, որովհետև ուրիշ ելք չունեմ։ Լսի աղջիկ ջան, ինչ է կատարվում, այդ ինչը փոխվեց, հա? Այդ ինչը փոխվեց, այս ինչ մեծ սիրտ ունես դու։ Մենակ հրեշտակի թևերն են պակասում քեզնից։ Ինչը փոխվեց, որ դու հիմա ինձ նման բան ես ասում, հա? Չեմ հասկանում։ Ինչ ես ուզում, ուրիշ երեխուն փաթաթել իմ վզին, հա? Կամ եթե իմ երեխեն է, ինչի եմ ես հիմա իմանում դրա մասին։ Որովհետև ես հիվանդ եմ արա։ Ես քաղցկեղ ունեմ։ Ու ես չեմ ուզում, որ Գուրգենչիկը որպն է։ Ես խնամաբար չունեմ։ Ու ես մտածեցի, որ ճիշտ կլինի, որ դու ծանոթանաս իր հետ, որ կապվեք։ Գուրգենչիկը անունը։ Ես հիշեցի, որ դու որդի ունենալու դեպքում հորդ անունն էիր դնելու։ Գուրգեն։ Այնքան լավ բալիկ է։ Մեծ սիրում եմ։ Կներես, որ հիմար բաներ ասեցի քեզ։ Չէ, նորմալ է։ Լավ, իսկ ինչ գիտես, որ նման հիվանդություն ունես։ Ով ասել։ Արամ, ես Հայաստանի լավագույն բժիշկների մոտ եմ ստուգվել։ 2 անգամ տարբեր տեղերում անալիզներ եմ հանձնել ու նույն պատասխանը ես արյան քաղցկեղ ունեմ։ Դե լավ, ալա։ Տենց մի ներշնչի քեզ, դրանից շատ բան է կախված։ Կբուժվես։ Աստված մեծ է, մի բան կլինի։ Ալա, ես չեմ հասկանում, եթե դու ինչի համար դու ինձ շուտ չէիր ասում։ Ինչի համար ես երեխա ունենամ ու առանց էր մեծանա այդ երեխան։ Կամ եթե չէիր ուզում ընտանիքս քանդեիր, չէիր ուզում նման վիճակում ինձ գցեիր, չունենայիր երեխուն։ Ինչի համար ունեցար, հա? Արամ, ես չէի կարող իմ առաջին որդու գլուխը ուտել։ Շատ
Մենակ մայրեր կան ու ես էլ կկարողանայի պահել, մեծացնել։ Բայց հիմա հանգամանքներն ուրիշ են։ Ուղղակի ուզում եմ տեսնել, որ քեզ հետ է, որ հանգիստ մեռնեմ։ Լավ, իսկ փողը ինչի համար էր քեզ պետք։ Լավ, այսինքն Ալա, ես ուզում եմ հենց հիմա տեսնել իմ երեխուն։ Որտեղ է։ Հենց հիմա արի գնանք տեսնենք։ Լավ։ Գնանք։ 4 տարի առաջ Արամն ու Ալան կարճ սիրավեպ էին ունեցել։ Բոլոր հիմքերը կար կարծելու, որ նրանք կարող են համատեղ երեխա ունենալ։ Բա ինչ եղավ երեխան։ Ուր է։ Նոր զանգեցի հեսա ուր որը կհասնեմ։ Ո՞նց ես բոլա։ Լավ, Ինչ արեցիք այսօր մանկապարտեզում։ դասարի ճաշիկ կերա, հետո քնի։ Գուրգեն 4 տարեկան Ալլայի որդին է։ Վայ, ապրին բալին, ապրի։ Լավն է, չէ՞ մեր բալիկը։ Հա։ Շատ լավ երեխա է։ Ուղղակի ինձ խորթ է մեր բալիկ արտահայտությունը։ Միշտ վախեցել եմ այս պահից։ Չգիտեի, թե ինչ կլինի, երբ իմանաս, որ որդի ունես։ Չգիտեմ ինչ որ անհասկանալի վիճակ է մոտս։ Չգիտեմ ինչ եմ անելու։ Գուկ, հիշում ես բալա, որ ասում էի, որ քո պապան գալու է։ Ես ծյացյան քո պապան։ Ալլա, ինչու ես ասում երեխում։ Չի կարելի։ Մի րոպե սպասի հասկանամ, ով ում բարեկամն է։ Արամ, դու ինձ վիրավորում ես։ Այսքանից հետո դու դեռ կասկածում ես։ Չես մտածում, որ եթե ուզեի ես փաստը շահագործել, 5 տարի առաջ կասեի ես մասին։ Իսկ հիմա երեխա 4 տարեկան արդեն։ Ես քեզ նոր եմ ասում, որովհետև ստիպված եմ։ Լավ, Ալլա, դու լավատես ես, հա? Ամեն ինչ լավ կլինի։ Կողոտ ամեն ինչ լավ կլինի, կբուժվես։ Գուգ լավն է մեր պապան։ Գուրգեն, կգաս մոտս։